մեր հարևաններն են։ Մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Իսկ դուք չեք ուզում ապացույցներով դուք խոսեք, մեր պաշտպանության Ինչի մասին խոսենք, չեղած բանի ինչ է ապացուցեմ։ Ոչ, չկա։ Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման տեղեկատվություն, մենք մի վարքյան։ Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Այլ բան էսկալացիայի ռիսկ կա, պարոն նախարար։ Հարցերից գործընկեր կա, արդյոք ռազմական գործողություններից եւ գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Ինչ գրակոծներ, պարոն նախարար, սոտքի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը ինչու է հիմա կրակել է, թե չի կրակել, պարոն։ Ասում եմ եւ կրակել անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են պաշտպանության նախարարության պատասխանեք, պարոն Պապիկյան, Պարոն Պապիկյան, բայց դուք ուղիղ պատասխանեք։ Պարոն Պապիկյան, խնդրեմ ուղիղ պատասխանեք, կրակոց։ Հիմա ով պիտի խոսա, արդեն իսկ հայտարարելա, որ հանդիպումը առաջ։ Շնորհակալ եմ։ Ուղիղ պատասխանեք, պարոն Պապիկյան, կրակոց եղել է թե չէ։ Պարոն Պապիկյան, թոքաբորբից զինվոր էր մահացել, ինչու պատշաճ չի ապահովում զինծառայողների առողջական վիճակը։ Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից։ Բայց պատշաճ ինչու առողջական հարցերով չեք զբաղվել։